Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, որը ենթադրում է որոշակի սահմանափակումներ։ Սրբազանին արգելվել է դուրս գալ Վաղարշապատ համայնքի տարածքից, շփվել գործով վկաների հետ, հայտնել է Սրբազանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Պաշտպանական կողմը թեև ողջունել է ազատ արձակման փաստը, սակայն հայտարարել է, որ գոհ չէ դատարանի որոշումից։ Պես չի, որ մենք այս որոշումից գոհ ենք, որտեղ մենք առաջին պահից պնդում ենք, որ այստեղ պարզապես հիմնավոր կասկած չկա անգամ նրանց ձևակերպումներով։ Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, եւ այն քրեական օրենսգրքի հոդվածը, որը որ այստեղ կիրառվում է, դրանք իրար հետ կապ չունեն։ Ես հիշեցնեմ, որ իրացման նպատակով թմրանյութերի հետ կապված հոդված է եւ ուղիղ սևով սպիտակի վրա գրած է, որ ըստ մեղադրանքի կողմի, որը մենք չենք ընդունում, բայց ինչեւէ ըստ մեղադրանքի կողմի Սրբազանը իբրև թե կոնկրետ մարդկանց, այսպես ասենք, արատավորելու համար է ըստ մեղադրանքի այդ գործողությունները կատարել։ Դա իրացման նպատակ պարզապես չի։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է փաստաբանների բողոքը տնային կալանքի որոշման դեմ։ Արամ Վարդևանյանը հայտնել է մեջբերում որոշումը ստանալուն պես կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտարակության մանրամասները։ Մայրաթորը պաշտպանող խոսքի համար Սամվել Կարապետյանի 260 օրից ավելի ազատության ինտենսիվ սահմանափակումները փաստաբանները համարում են ոչ օրինական, ոչ համաչափ ու ոչ էլ ողջամիտ։ Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի զինված ուժերին պատրաստվել եւ իրականացնել պատասխան միջոցառումներ։ Միջադեպից հետո Ալիևը շտաբ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ու Իրանի գործողությունները որակել մեջբերում կեղտոտ ահաբեկչական ակտ, պահանջելով Թեհրանից անհապաղ պաշտոնական բացատրություն տալ, ներողություն խնդրել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի Ջեհան նավթամուղին, որը ապահովում էր Իսրայելի նավթային պաշարների շուրջ 30%-ը։ Սրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը ԱԹՍ-ներով թիրախավորել են Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության, Բաքուն հարձակումները անպատասխան չի թողնի։ Ի պատասխան մեղադրանքների Իրանի փոխարտգործնախարար Ղարիբ Աբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջադեպին, պնդելով, որ Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին եւ որ իրենք թիրախավորում են միայն այն պետությունները, որոնք տարածք են տրամադրում հակառակորդի ռազմաբազաների համար։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը միջերկրական ծովի արևելյան հատվածում չեզոքացրել են Իրանից արձակված մի բալիստիկ հրթիռ, որը Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա։ Այս դեպքից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ, կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան։ Առավոտյան եռաբլուրում սպարապետի հիշատակը հարգելու են բարձրացել Երկրապահ կամավորականների միության անդամները, ծաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Ընդունել է Հայաստանի Եվրամիությանը։ Վարչապետ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին եւ Եվրամիության անդամակցելու հնարավորությանը ու դրա համատեքստում ռուսական ռազմական ներկայության խնդրին։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր միանալ ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը, Փաշինյանը վստահեցրել է, որ այս պահին որևէ խնդիր չունեն Ռուսաստանի հետ։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ This is very important and we're doing very well on
Դոնալդ Թրամփի նոր պատերազմներ չսկսելու նախընտրական խոստումն այլևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ Մերձավոր Արևելքը հայտնվել է լայնամասշտաբ էսկալացիայի եւ անորոշության մեջ, գրել է Պոլիտիկոն։ Թրամփը հայտարարել է, որ երբ խենթ մարդիկ միջուկային զենք են ունենում, վատ բաներ են տեղի ունենում։ Պատերազմական ճակատում մեր գործերը մեղմացած շատ լավ են ընթանում։ Մեկն ինձ հարցրեց 10 բալանոց սանդղակով ինչպես կգնահատեք իրավիճակը։ Ես պատասխանեցի մոտ 15։ 47 տարի շարունակ նրանք սպանում էին մեր ժողովրդին եւ մարդկանց ամբողջ աշխարհում։ Կարծում եմ մենք մեծ աջակցություն ունենք։ Եթե մենք առաջինը չանենք դա, նրանք կհարվածեն Իսրայելին ու հնարավորության դեպքում նաեւ մեզ։ Նրանց ղեկավարությունը արագորեն վերանում է, ով փորձում է առաջնորդ դառնալ, հայտնվում է մեռածների ցուցակում։ Այնինչ կատարվում է ձեր աչքի առաջ, ուղղակի զարմանալի է, քանի որ 47 տարի շարունակ մեզ փորձել են ճնշել, ինչը երբեք չպետք է անեին։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1230-ի։ Ամերիկյան կողմը նույնպես կորուստներ է կրում։ Քուվեյթի նավահանգստում իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է ամերիկյան 6 զինծառայող։ Չնայած Իրանի գերագույն առաջնորդի եւ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, Սպիտակ տունը ըստ ամենայնի լիովին պատրաստ չէր պատերազմի հետևանքներին։ Պետդեպարտամենտը լրացուցիչ աշխատակիցներ է ուղարկել Աթենք եւ Կիպրոս տարածաշրջանում մնացած հազարավոր ամերիկացիների տարհանումը կազմակերպելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից պահանջել է լրացուցիչ հետախույզներ ուղարկել Ֆլորիդայի կենտրոնակայան գործողություններին աջակցելու համար, ինչը հուշում է, որ պատերազմը կարող է ձգվել շատ ավելի երկար, քան նախատեսված էր՝ մոտ 4 շաբաթ։ Տնտեսական ոլորտում նկատվում է նավթի գների կտրուկ աճ, իսկ Պարսից ծոցի երկրները ստիպված են դիմագրավել իրանական հակահարվածներին։ Քաղաքական դաշտում դեմոկրատները խստորեն քննադատում են Թրամփի վարչակազմին, պատերազմն անվանելով անօրինական եւ անպատասխանատու քայլ միջանկյալ ընտրություններից ընդամենը 8 ամիս առաջ։ Operation Epic Fury has forged a new path that will better Ըստ Պոլիտիկո պարբերականի Սպիտակ տունն արդեն դիտարկում է կոնգրեսից $50 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու հնարավորությունը զինամթերքի պաշարները լրացնելու եւ ռազմական գործողությունները 100 օրով շարունակելու համար, սակայն օրենսդիրների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունները։ Ուիթքոֆը հայտարարել էր, թե Իրանը մեջբերում ընդամենը 1 շաբաթ հեռու է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութերի արտադրությունից։ Մեջբերման ավարտ։ Այսպիսով Ուիթքոֆը ակնարկել էր, թե Իրանը շատ շուտով ձեռք կբերի միջուկային ռումբ։ Ռավանչին շեշտել է, որ Իրանը ուրան չէր հարստացնում հարվածների պահին եւ ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր ամերիկացիներին ոչինչ չի փոխանցել։ Նա նաև հավելել է. «Մեջբերում մենք ծայրահեղ զգուշություն ենք ցուցաբերում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածելիս, քաղաքացիական անձանց վնաս չպատճառելու համար»։ Մեջբերման ավարտը։ Ավելի վաղ Ռուսաստանում Իսրայելի դեսպանը անդրադառնալով այս ամենին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե իհարկե հրաժարվի միայն Իրանին միակողմանիորեն աջակցելուց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել էր, որ Մոսկվան դեռևս Թեհրանից անհրաժեշտ օգնության խնդրանք չի ստացել։